Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն Էբոլայի բռնկումը հայտարարել է միջազգային արտակարգ իրավիճակ։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Ուգանդայում տարածվող Էբոլայի նոր ալիքը պայմանավորված է հազվադեպ շտամով, որը շուրջ 43%-ով տարբերվում է նախկինում ուսումնասիրված տարբերակներից։ Այդ պատճառով գործող պատվաստանյութերն ու դեղամիջոցները լիարժեք պաշտպանություն չեն ապահովում։ Արդեն գրանցվել է մոտ 330 վարակման դեպք եւ առնվազն 80 մահ։ Վարակման ախտանիշներ են հայտնաբերվել նաեւ մի քանի ամերիկացիների մոտ։ Էբոլան փոխանցվում է կենսաբանական հեղուկների հետ անմիջական շփման միջոցով եւ օդակաթիլային ճանապարհով չի տարածվում, սակայն մնում է չափազանց վտանգավոր սերտ շփումների դեպքում։ Հիմնական ախտանիշներն են բարձր ջերմություն, ուժեղ թուլություն, փսխում, լուծ, ներքին արյունահոսություններ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրներին կոչ է անում չսահմանափակել ճամփորդությունները, այլ ուժեղացնել վերահսկողությունը, թեստավորումն ու համաճարակային հսկողությունը ռիսկային շրջաններում։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմատ Մեդիա AM կայքում։